Կարմիր գորգի վրա Հայաստանի և Ալբանիայի վարչապետներն են։ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը։ Միջոցառման մասնակիցներին ողջունում են երկրների ղեկավարների անիմացիոն կերպարները։ Welcome to Albania. Välkommen in Albanien. Вітаємо в Албанії. Velkommen til Albanien. У Албанію. Парі Калус, Албанія. Добродошли у Албанію. Hello, Albania. Mirë se vini në Shqipëri. Հաջորդում է գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարման արարողությունը, որից հետո առաջին լիագուն վարվիստն է։ Գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկրների ղեկավարները կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, քննարկել ընթացիկ վիճակը եւ կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Խաղաղության պայմանագրի թեման Փաշինյանի ու եվրոպացի առաջնորդների քննարկումների կենտրոնում է եղել։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ու վարչապետը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ եւ կարևորել խաղաղության համաձայնագրի ստորագրումը ի նպաստ տարածաշրջանում կայունության եւ գործակցության։ Կալասն ու Փաշինյանը քննարկել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն գործակցության հետագա զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր։ Շարունակելով հանդիպումների շարքը Նիկոլ Փաշինյանը զրույցներ է ունեցել նաև արտերկրի այլ գործընկերների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ զրույցում վարչապետը նախ շնորհավորել է պաշտոնը ստանձնելու առիթով եւ մաղթել հաջողություններ։ Քննարկել են Հայաստան-Գերմանիա գործակցության զարգացմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցեր։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ էլ Փաշինյանը քննարկել է տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ավստրիայի դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերի հետ մտքեր են փոխանակվել Հայաստան-Ավստրիա հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության զարգացումներն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ քննարկումները վարչապետը շարունակել է Նիդերլանդների թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիաս Խոուֆի հետ հանդիպմանը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, ընդգծելով դրա հնարավոր դրական ազդեցությունը տարածաշրջանային կայունության վրա։ Հայաստանի եւ Նիդերլանդների վարչապետները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունը եւ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերության խորացման ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը եւ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործակցության հետագա զարգացմանն առնչվող թեմաների։ ԵՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ մտքեր են փոխանակվել տարածաշրջանի գործընթացների շուրջ։ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Շվեյցարիայի նախագահ Կարին Կելլեր Սութերի, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, Մոնակոյի արքայազն Ալբեր II, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Անդորայի վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորայի եւ այլ գործընկերների հետ։ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ խաղաղության խաչմերուկ նախագիծ։ Այս հարցերն էլ վարչապետը քննարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Եվրոպական խորհրդի ու հանձնաժողովի նախագահները ողջունել են խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ կարեւորել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Կողմերը կարեւորել են երկխոսության շարունակականությունը եւ պայմանավորվել ակտիվորեն գործակցել հետագա քայլերի շուրջ, հաշվի առնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը։ ԵՄ ներկայացուցիչները ողջունել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, ընդգծելով դրա կարեւորությունը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման համար։ Նրանք շեշտել են ԵՄ-ի պատրաստակամությունը շարունակելու աջակցել խաղաղության գործընթացին եւ խթանել տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատումը։ Հանդիպման ընդգծվել է երկկողմ գործակցության շարունակական զարգացման կարեւորությունը, հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման եւ բարեփոխումների ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական միության հետեւողական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ ընդգծել կառավարության պատրաստակամությունը շարունակելու խորացնել գործակցությունը ԵՄ-ի հետ, ապահովելով գործակցության նոր եւ արդյունավետ փուլ։ Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներն իրենց հերթին վերահաստատել են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին եւ ողջունել Հայաստանի կողմից ձեռնարկվող դրական քայլերը տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ապահովման ուղղությամբ։ Անտոնիո Կոշտան եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել եւ կարեւոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը։ Նաեւ ընդգծել են վիզաների ազատականացման գործընթացի 2
երկու ստեկ արագացման կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում մասնակցել է նաև ապահովելով Եվրոպայի անվտանգությունը եւ ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը թեմայով փակ քննարկմանը։ Քննարկմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Հունաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի եւ Սլովակիայի վարչապետները, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։ Տիրանայից վարչապետը տեսանյութ է հրապարակել, որում պատասխանել է Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից ներկայացած լրագրողի հարցերին։ Արդյոք Հայաստանի նոր սահմանադրության մեջ հղում լինելու է անկախության հռչակագրին։ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է։ Մենք դեռ նոր սահմանադրության նախագիծ չունենք, բայց վերլուծել ենք մեր սահմանադրությունը եւ գիտենք այն խնդիրները, որոնք բարձրացնում է Ադրբեջանը։ Ակնհայտ է, որ դե յուրե մեր սահմանադրական դատարանի որոշմամբ մեր գործող սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի պարունակում հարևանների նկատմամբ։ Վարչապետի խոսքով սա արդեն իրավաբանորեն հաստատված փաստ է, ինչը շատ կարևոր է։ Ես նաև կցանկանայի ընդգծել հետևյալը. ակնհայտ է, որ Ադրբեջանը երկու հարց է բարձրացնում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Առաջինը կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ։ Մենք ասում ենք, որ ընդհանուր առմամբ այդ օրակարգը մեզ համար ընդունելի է, բայց ուզում ենք համոզվել, որ Ադրբեջանի ցանկությունը հակամարտությունը իր տարածքում փակելն ու այն Հայաստանի Հանրապետության տարածք արտահանելը չէ, եւ դրա համար լուծում կա։ Այն, ինչ մենք առաջարկում ենք, հետևյալն է. ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ միաժամանակ դիմել ԵԱՀԿ-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար։ Այսինքն նույն տեղում եւ նույն պահին, եւ դա կլինի շատ կարեւոր փոխադարձ ժեստ մեր տարածաշրջանում վստահության եւ կայունության համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով սահմանադրությանն առնչվող մի հարց եւս կա։ Խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված տեքստում շատ հստակ գրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը, հիմնված Ալմատայի հռչակագրի վրա, եւ հենվելով այն փաստի վրա, որ սովետական միության վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ։ Դա նշանակում է, որ սովետական Ադրբեջանը անկախ Ադրբեջանն է, սովետական Հայաստանը անկախ Հայաստանը։ Դա առաջին շատ կարևոր փաստն է։ Կա նաեւ կետ, որտեղ հաստատվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն տարածքային պահանջներ իրարից եւ պարտավորվում են ապագայում չբարձրացնել այդպիսի հարցեր ու պահանջներ։ Այսինքն այն հարցերը, որոնք բարձրացնում են եւ Ադրբեջանում եւ Հայաստանում, դրանք որոշված են համաձայնագրի նախագծում։ Այնտեղ կա ավելի կարևոր կետ, որտեղ ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող հղում անելով իր օրենսդրությանը չկատարել համաձայնագրի պահանջները, եւ երբ կստորագրվի համաձայնագիրը համաձայն Հայաստանի օրենսդրության, մենք պետք է ուղարկենք սահմանադրական դատարան, որպեսզի այնտեղ որոշվի դրա համապատասխանությունը մեր սահմանադրությանը, եւ երբ բարձր դատարանը որոշի, որ համաձայնագիրն ամբողջությամբ համապատասխանում է մեր սահմանադրությանը, դա նշանակում է, որ չի լինի որևէ պատճառ, որ խորհրդարանում դա չվավերացվի։ Երբ վավերացվի Հայաստանի խորհրդարանում, ուժի մեջ կմտնի սահմանադրության այն հոդվածը, որում նշվում է, որ վավերացված միջազգային պայմանագրերն ունեն բարձրագույն իրավական ուժ եւ գերակայություն տեղական օրենքների նկատմամբ հավելել է վարչապետը։ Շարունակել, եթե Հայաստանի սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի մտահոգությունները իրական են, ապա խնդիրը լուծելու ամենաարագ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, որովհետեւ երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի եւ վավերացվի Հայաստանի խորհրդարանում, ամենաբարձր օրենսդրական մակարդակով կհաստատվի, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի ոչ Ադրբեջանի, ոչ էլ այլ հարևանի նկատմամբ։ Մյուս կողմից, ըստ վարչապետի, Հայաստանը նույնպես մտահոգություններ ունի եւ տեսնում է, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։ Но мы этот вопрос так не поднимаем. Բայց մենք այս հարցը չենք բարձրացնում այնպես, ինչպես դա անում է Ադրբեջանը։ Ինչու, որովհետև մենք տեսնում ենք, որ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի նախագծում այս հարցը լուծվել է։ Եվ այս խնդիրը լուծելու եւ վերացնելու համար մենք պարզապես պետք է ստորագրենք խաղաղության համաձայնագիրը եւ վավերացնենք այն, եւ մենք պատրաստ ենք գնալ նման որոշման։ Հարցին, թե ինչու Հայաստանը չի ցանկանում ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարությունը նախքան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, վարչապետը կրկին պատասխանել է, որ Հայաստանը մտահոգություն ունի Ադրբեջանի սահմանադրության վերաբերյալ։ К сожалению, видим конкретные политические Եվ մենք ցավոք տեսնում ենք Ադրբեջանում որոշակի քաղաքական շարժումներ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ Ադրբեջանում առնվազն կան շրջանակներ, որոնք ցանկանում են, եթե կարելի այդպես ասել, փակել հակամարտության էջը իրենց տարածքում եւ արտահանել հակամարտությունը Հայաստանի տարածք։ Բաքուն արդեն հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի Երևանի նկատմամբ ադրբեջանցի լրագրողի այս դիտարկմանը Նիկոլ Փաշինյանը արձագանքել է։ Առավել եւս, շատ լավ, ինչ խնդիր կա, եկեք նույն ժամին, նույն օրը, նույն տեղում
Երևանում միասին ստորագրենք խաղաղության համաձայնագիրը եւ համատեղ հայտարարություն ուղղված ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման վերաբերյալ։ Ես բազմիցս հրապարակավ խոսել եմ այս մասին եւ հայտարարել մեր պատրաստակամության մասին։ Ես հաստատում եմ մեր պատրաստակամությունը, եզրափակել է վարչապետը։ Տաթև Խաչատրյան, լուրեր։